Ինչ է որոշելու եւ անելու ընդդիմությունը։ Շատերին անհանգստացնող հարցը հիմա հենց սա է։ Խոսքը հատկապես այն քաղաքացիների մասին է, ովքեր ընտրել են ընդդիմությունը։ Սցենարները մի քանիսն են. ընդունել ընտրության արդյունքները եւ գնալ խորհրդարան ու անել այն ամենը, ինչն անում է ընդդիմությունը սովորաբար խորհրդարանում։ Չընդունել արդյունքները եւ միևնույն է, գնալ խորհրդարան եւ շարունակությունը նույնն է։ Չընդունել արդյունքները եւ վար դնել ստացած մանդատները ու դուրս գալ փողոց։ Փորձենք հասկանալ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները նշված սցենարների յուրաքանչյուրի դեպքում։ Նախ ընդդիմությունը իր համար պետք է սահմանի, ընդունում է արդյունքները թե ոչ։ Ընդդիմությունը արդյոք համարում է, որ կատարվել են արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Համացանցում ակտիվ քննարկվում է այն հարցը, որ ժամը 20:00-ից մեծաթիվ զինվորներ քվեարկել են Սյունիքում ընդհուպ մինչև կեսգիշեր, ինչը հիմք է տվել մտածելու, որ պրոցեսը ուղղորդված է եղել վարչահրամայական մեթոդով։ Բացի սա, կեսգիշերից հետո ձայների հաշվարկի դադարեցման մասին տեղեկատվության տարածումն է հարցերի տեղիք տվել։ Այսինքն սա կարող է լինել հիմք, որ ընդդիմությունը չընդունի ընտրության արդյունքները։ Ընդդիմությունը, եթե համարում է եւ ունի իսկապես փաստարկներ, որ կատարվել են ընտրախախտումներ, ընտրությունները թափանցիկ չեն, արդար չեն, այդ պարագայում ես չեմ տեսնում անհրաժեշտություն մանդատներ վերցնելու։ Այս իրավիճակում խորհրդարանում նիստերին ընդդիմության մասնակցելը որոշ գնահատականների համաձայն պարզապես լեգիտիմություն է հաղորդելու այն ամենին, ինչը անելու է իշխող ուժը խորհրդարանում, բոլոր ընդունված օրենքներին եւ նշանակված պաշտոնյաների գործողություններին։ Լավ, իսկ եթե ընդդիմադիր ուժերն այնուամենայնիվ չվերցնեն մանդատները, հերթով հրաժարվեն դրանցից, ինչ կհաջորդի։ Այն բանից հետո, երբ որ պատգամավորները մանդատները վայր են դնում, բնականաբար ցուցակի հաջորդ համարները եւս պետք է վայր դնեն, ի վերջո մինչև վերջին համարը պետք է այդպես process-ը տեղի ունենա, որևէ մեկը մանդատ չվերցնի եւ նույնիսկ այդ պարագայում ազգային ժողովը ձևավորվում է իրավական առումով եւ որևէ մեկին, որևէ այլ ուժի այդ մանդատները չեն փոխանցվում։ Նախորդ 2021 թվականի ընտրություններից հետո նույն հարցն էր քննարկվում։ Եթե ընդդիմությունը չի վերցնում մանդատները, դա ինչ օրենսդրական խնդիրներ է ստեղծում օրվա իշխանության համար։ Այսինքն արդյոք դա հանգեցնելու է սահմանադրական ճգնաժամի կամ կաթվածահար է անելու խորհրդարանի աշխատանքը։ Ավելի պարզ ասած, ինչ նեղություն է դա տալու իշխող ուժին։ Պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ կամ նոր ընտրություն կամ դա հանգեցնի ընտրությունների անվավեր ճանաչման, ապա նմանատիպ ընթացակարգ օրենքում գոյություն չունի։ Բնականաբար դա արդեն հարցեր կառաջացնի լեգիտիմության, քաղաքական լեգիտիմության տեսանկյունից, բայց միևնույն է խորհրդարանը աշխատում։ Սահմանադրական պահանջեր, որպեսզի 3 ուժ անցնի խորհրդարան, որից 2-ը պարտադիր ընդդիմադիր եւ ընդդիմադիր ձայները պետք է միասին, եթե չեմ սխալվում, 33% լինեն։ Եթե մյուս կուսակցությունները անցողիկ շեմը հաղթարած կուսակցությունները չեն վերցնում իրենց մանդատները, մենք լեգալությունից անցում ենք կատարելու արդեն լեգիտիմության ճգնաժամի։ Հաշվի առնելով այս ամենը, ընդդիմությունը պետք է լավ ծանր ու թեթև անի իր հետագա քայլերը, նշում են մասնագետները։ Մյուս կողմից ընդդիմության ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ չէին ցանկանա, որպեսզի պետությունը նորից ենթարկվեր ցնցումների, քանի որ յուրաքանչյուր մեծ կամ փոքր ցնցում հարված է երկրի զարգացման process-ին։ Սա բոլորն էլ լավագույնս հասկանում են։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։